Սուրբ Հռիփսիմեանց կույսերի հիշատակությամբ մեկնարկեց եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը, որը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ։ Իրադարձությունները, որոնք հիշատակվում են այս շաբաթվա ընթացքում, առնչվում են 301 թվականին Հայաստանում քրիստոնեության հաստատման հետ եւ տեղի են ունեցել Արարատյան դաշտում, այդ պատճառով էլ շաբաթը ստացել է Արարատյան անվանումը։ Շաբաթը նշանավորվում է Հռիփսիմեանց եւ Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության, ինչպես նաեւ Լուսավորչի վիրապից ելնելու եւ կաթողիկե էջմիածնի տոներով։ Այս օրերին հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս են բերվում սրբերի մասունքներն, անփոփոխ մասունքարաններն ու տարվում նրանց անունը կրող եկեղեցիներ։ Հայրապետական թափորի կազմում են նաև աշխարհասփյուռ թեմերից ժամանած միաբանները, որոնք այս օրերին մասնակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում անցկացվող համագումարին։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքին Սուրբ Հռիփսիմեի աչաձև մասունքարանն է։ Մարդիկ մոտենում էին ստանալու վեհափառ հայրապետի օրհնությունն ու համբուրելու սրբուհու մասունքներն անփոփոխ աչաձև մասունքարանը։ Հայրապետը մասունքարանը հանձնեց լուսարարապետին, որից հետո եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ երգելով ու խնկարկելով շարժվեց դեպի Հռիփսիմե վանք։ Արծաթյա ոսկեզօծ աջը պատրաստվել է 18-րդ դարում, սակայն հեղինակի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Տոնական պատարագին տարբեր վայրերից ժամանած հարյուրավոր ուխտավորներ էին մասնակցում, շնորհավորում միմյանց Արարատյան շաբաթվա առիթով։ Արարատյան շաբաթը մեր եկեղեցու տոնածիսական համակարգի մեջ հատուկ տեղ ունի, որով մենք հիշատակում ենք մեր ժողովրդի մեծ դարձի պատմությունը, որովհետև սովոր ենք ասել, որ այո, առաքյալներն են քրիստոնեությունը Հայաստանում առաջինը տարածել, առաջին լուսավորիչները Թադեոս եւ Բարդողոմեոս, եւ շատ ճիշտ է, պատմական փաստ է, բայց հայոց մեծ դարձը, երբ որ մենք ազգովի դարձանք քրիստոնեության, դա տեղի ունեցավ 4-րդ դարում եւ տեղի ունեցավ ոչ թե հենց ուղղակիորեն եւ առաջնահերթ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ, ինչպես որ միշտ ընդունված է ասել եւ դրա մեջ էլ ճշմարտություն կա, բայց դրան նախորդող դեպքերն էին, որ հիմք դրեցին։ Եվ այսօր, երբ որ Արարատյան շաբաթվա առաջին օրն է, երկուշաբթի եւ հիշատակում ենք Սուրբ Հռիփսիմեի նահատակությունը, սա մեզ վերստին հիշեցնում է, որ եթե չլիներ Հռիփսիմեի նախանձախնդրությունը, Հռիփսիմեի վճռականությունը, Հռիփսիմեի սկզբունքայնությունը իր դավանած արժեքները հավատարմորեն պահելու, մենք չէինք ունենալու Լուսավորչի պատմությունը։ Տոնական պատարագը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Շնորհք Վարդապետ Տոնիկյանը մատուցեց։ Հայր Սուրբն անդրադարձավ տոնի խորհրդին։ Հռիփսիմեանց կույսերի հիշատակության օրը առիթ է մեկ անգամ եւս անդրադառնալու կույսերի պատմությանը, հիշելու եւ մեծարելու նրանց, ասում են հոգեվոր հայրերը։ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե Մայրապետի հետ Դիոկլետիանոս կայսեր օրոք հալածանքներից փախչելով եկավ Հայաստան։ Պատմիչները նկարագրում են, ինչպես է գեղեցկուհին մերժել հայոց տրթատարքայի սերը եւ հավատակից մյուս կույսերի հետ նահատակվել։ Նրանց նշխարները հավաքել ու հողին է հանձնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ապա այդ վայրերում վկայարաններ կառուցել։ Իսկ հետագայում 618 թվականին Կոմիտաս առաջին աղձեցի կաթողիկոսը Սուրբ Հռիփսիմեի վկայարանի վրա կառուցել է Սուրբ Հռիփսիմե վանքը, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ զետեղված է սրբուհու տապանը։ Դերատի օրիորդ Հռիփսիմե անունով, որ մի մատաղ ճնակ էր, կարողացավ երկու հսկա տերությունների թագավորների, մի դեպքում կայսր, մյուս դեպքում թագավոր, Դիոկլետիանոս եւ Տրթատ, կարողացավ ընդդիմանալ եւ հակառակվել, որքան էլ որ Ագաթ Անգևոսի ներկայացրած պատմությունը ոմանք փորձեն միֆոլոգիզացված համարել եւ այլ, բայց փաստը մնում է փաստ։ Հռիփսիմե անունով մի աղջնակ, որ երիտասարդ օրիորդ էր, չտրվեց աշխարհի մեծ գայթակղություններին, որտեղ իրեն անպատիվ առաջարկ չէր արվել, բացի հեթանոսությունը, այլ անպատիվ հանգամանք չկար, կայսրուհի պիտի լիներ կամ թագուհի, բայց մարդը իր սկզբունքը Տիրոջը նվիրված լինելու, անձնական կյանք չունենալու եւ Աստծուն ու ժողովրդին ծառայելու, աղոթք անելու իր որոշումը ոչինչի հետ չփոխեց։ Հռիփսիմեի օրինակը մեզ սովորեցնում է հավատարիմ մնալ սկզբունքներին եւ անկախ նրանից թե մենք որ ոլորտի մեջ ենք, հոգեվորական ենք, դատավոր ենք, քաղաքական գործիչ ենք, զինվոր ենք, թե բժիշկ, բոլոր այս մասնագիտությունները պատշար եմ, ես պատ եմ շարում, հա, բայց այդ պատշարության մեջ ազնիվ լինելու, մաքուր գործ անելու տեղ կա։ Հռիփսիմեի օրինակը այդ սկզբունքները պահելու մասին է։
Ռիփսիմյանց կույսերի գործունեության շնորհիվ Վաղարշաբաթը դարձել է քրիստոնեության քարոզչության կարևորագույն կենտրոններից մեկը։ Հենց այստեղից է սկիզբ առել հայոց դարձը։ Որպես սրբեր Ռիփսիմեն եւ Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական հայսմավուրքներում։ Սուրբ Ռիփսիմյանց կույսերն այսօր էլ մեծ ժողովրդականություն ու սեր են վայելում։ Այս մասին պատարագին մասնակից ուխտավորների մեծ թիվն է վկայում։ Թափորի հետ միասին եկանք հասանք վանք եւ մասնակցելով Սուրբ եւ Անմապատարագին ուզեցանք մեր աղոթքը բարձրացնել առ Աստված, հայցելով սրբերի Սուրբ Ռիփսիմյանց կույսերի բարեխոսությունը, որպեսզի ինչպես իրենք նախանձախնդիր կերպով Տիրոջը ծառայեցին, այնպես եւ մենք կարողանանք մեր հոգեվոր կյանքում ունենանք նման նախանձախնդիր ծառայություն։ Կարողանանք Տիրոջ պատվիրաններին մնանք հավատարիմ, կարողանանք մեկս մեկիս օգնել, սիրել, ինչպես գիտենք ամենամեծ պատվիրանը դա սերն է, եւ սիրելով կկարողանանք մենք պահել գրեթե բոլոր պատվիրանները Տիրոջ։ Պատարագի ավարտին անդաստանի կարգ կատարվեց։ Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն օրհնեց աշխարհի 4 ծագերը։ Մեր երկրի, եկեղեցու եւ ժողովրդի համար հայցելով անսասանություն, խաղաղություն, պտղաբերություն, հոգեվոր ու ֆիզիկական առողջություն։ Սրբուհիների մասունքները վանքում մնացին մինչև երեկոյան ժամերգության ավարտը, որպեսզի բոլորը կարողանան մոտենալ ու համբուրել այն, իրենց հետ տանելով սուրբ մասունքներից բխող օրհնությունը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։